եթե նարկոտիկն է ֆրֆռում դպրոցներում, մշակույթը ընդհանրապես ստորացված վիճակում է։ Գարեգին երկրորդը երեխա ունի։ Մեզ սպասում է քաղաքացիական պատերազմ։ Որ ես տարիներ շարունակ գոռում եի որսա պետք է երկրին որս տղեկ, հիմա նա ինչ տղեկ են մեր ազգային ժողովում մեռնեմ ես նրանց շանին։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք դերասան Լևոն Հարությունյանին։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն։ Երեկ եւ այսօր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոց եւ պայքարել վեհապարի դեմ, ասում է վեհապարը չի պահել իր կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Ձեր գնահատականը ինչ նպատակով է սա արվում եւ ի վերջո ինչի է հանգեցնելու։ Որպես հայ մարդ, որպես քրիստոնյա, մշակութային գործիչ, ինչ կասեք։ Մեր այս հրաշ կառավարությունը գալուց հետո մենք մի հատ հրաշ ճանապարհ ենք անցնում, մենք ամեն օր ինչ-որ բան ենք կորցնում, սա հերթական ծրագիրն է, իհարկե դրսից եկած իր թակավորներից ստացած հրաման, որովհետև Գարեգին երկրորդը երբ որ տարբեր տեղերում բարձրացնում էր Արցախի մասին, երևի սահմանից են կողմ իր գծած սահմանից են կողմ Չակերտների մեջ տղամարդ Ալիևը երևի թեթև ղզղնել է ու երևի դյաջի վրա գոռացել է ու այս կառավարությանն էլ տեսակ բան է պետք կրթության հերը անցեցին դեռ ճանապարհին են, բայց արդեն ինքը այս վերջերս տեսակ կրթության առաջի պատողների մասին, ինչ կատարվեց դպրոցներում, եթե նարկոտիկն է ֆրֆռում դպրոցներում ու առավել ևս նոր սերունդը կորցրել է ուսուցիչ աշակերտ կապը ու այդ վերաբերմունքը կապ չունի, այդ կինով այդ կինը տարիներ շարունակ ուսուցիչ է եղել։ Դե գիտության մասին չեմ ասում, մշակույթը ընդհանրապես ստորացված վիճակում է, օր-օրի ամեն օր թատրոն, պոակներ են ավելանում, մեկը մեկին միանալով իրանք այդպես ուզում են բյուջե լցեն։ Ասում է պետությունը տվել եմ ժողովրդին, հիմա էլ եկեղեցին պետք է ազատագրենք եւ տանք ժողովրդին։ Ես խոսքս մի անգամից ուղղեմ մեր շատ սիրելի իմ ժողովրդին։ Ժողովրդյան 18 թվին Թավշյա հեղափոխությունը Թավշյա Ես մի օր կուզենամ այս կառավարությունը բացատրի ինչ բան է Թավշյա իրանց մտածելակերպով։ Ըստ ձեզ ինչ է իրենց մտածելակերպով։ Թող իրանք մի օր անպայման դրա բլթոսն կլսենք։ Ձեր ձեռքերով արեց հեղափոխություն, եկավ իշխանության ու տեսեք իշխանություն գալուց հետո մենք ինչեր ենք կորցրել։ Արցախ 5000 զոհեր Հիմա անցել է եկեղեցուն, ազգիս սուրբ տեղերին է կպնում ու եթե ժողովուրդը 18 թվից հետո իր համար դաշտ չի քաղել, որ ամեն ինչ արվում է ժողովրդի ձեռքով ու առավել ևս երբ որ ղեկավարությունը ժողովրդի միջոցով տվեցին այս կառավարությանը տեսեք ինչ եք ունենք ու պատկերացնում եք ժողովուրդ մենք սխալվենք երկրորդ անգամ Հիշեք, եթե նա ձեզ ուզում է ոտքի անել, ուրեմն այս տղամարդը պարոն Փաշինյանը այսպես դիմեմ նրան, տալու բան ունի արդեն, Արցախը տվեց, հիմա եկեղեցին է ուզում տա, բայց չգիտեմ ում, դերվի պարզաթեում, այնպես որ սիրելի ժողովուրդ խնդրում եմ, չլսեք այդ երևույթի խոսքը, շուտով իհարկե հատ գնացած կալգոտքի դեմքով քպայականները հեսա կմտնեի եթերներ, Նիկոլի պղպջակներ, այսինքն անդադ բլթ, այդ պղպջակները շուտով կսկսեն գինյալի հրաշ բառակապակցություններ ասել, այդ խոսքից կերավա, որ իրանք ինչքան են սիրում իրենց երկիրը, որ իրանք եկել են այս երկրում ինչ-որ բան փոխեն, երևի թե տեսակ նրանց փոխածները, ես կարծում եմ այս կառավարությունը փոխելու բան չունի, արդեն ժամանակն է որ մենք կառավարությանը փոխենք ժողովուրդը։ Սա ահա որ այսօր յուրաքանչյուրիս օրն ու ընդհանրապես մի ժամն ու մի վայրկյան այսօր թանկարժ է։ Ու մենք
մեր ժամանակից տալիս ենք սրանց։ Մեր ամեն օրը դարձել է շիշ։ Մենք ամեն օր հանձնում ենք ստեղ, որովհետև տանում ենք շիշ հանձնենք, որ փողը վերցնենք, սենց փոխաբերական իմաստով ասենք։ Այս կառավարությունը դարձել է տարայի հանձնման կետ։ Բայց դատարկ շշերն ենք։ Ով չգիտեմ, Իսկ եկեղեցու դեմ դուրս գալով ինչ խնդիր է։ Դուք բազմաթիվ խնդիրներ նշեցիք, որ կրթությունը անկում է ապրում, Արցախի հարցը կա, որ առ այսօր չլուծված է մնում, մեր անվտանգային խնդիրն է, ու նաև պարբերաբար Նիկոլ Փաշինյան խաղաղության պայմանագիրը համաձայնագիրն է շահարկում, որը չի կնքվում։ Ինչ է ուզում թաքցնել եկեղեցու դեմ պայքարով դուրս գալով։ Մենք սրանից եզրակացություն պիտի անենք, որ այսօր մեր հավատում, մեր առաքելական եկեղեցին, մեր առաքական սա միակ զենքն է մնացել, որ վաղը միսօր մենք կարանք այս երևույթներին այդ զենքով դուրս մղենք։ Ուղղակի Գարեգին երկրորդի լղությունն է, իրանք իրենց ժամանակին ասում էի, այս կառավարությանը մատնեք անտարբերության, իրանք դրանից են նեղում, իրանք դրանից են դառնում, ասենք իրանք ավելի կանացի են դառնում։ Ու փառքասոր եւս մեկ անգամ իմ ասածը հաստատվեց, երբ որ Գարեգին երկրորդը իր արհամարանքով չպատասխանեց նրանց ոչ մի հարցին, իրանք իրենց կարճ խելքով մտածում են ու հայտարարություն են արել, որ պարոն Փաշինյան որպես երկրի վարչապետ հայտարարել է, որ պիտի հանի ոնց վեհապարին ուզում անի, կխնդրեմ ասեք ոնց։ Եթե դուք ունեք այդքան փաստեր, ձեր հրաշք կինը մեր շատ սիրելի Աննա Հակոբյանը անվանեց սրբապիղծ, դա ամենակարճ ճանապարհն է վեհապարին հանելու, սիրելի Աննա Հակոբյան։ Միգուցե այդ փաստերը շուտ ներկայացնեք, չգնենք այդ մարդը երեխա ունի, չունի, տղայա պետք է երեխա էլ ունենա։ Հիմա ամեն մեկսել ամեր կյանքում կարող է մեկ անգամ եւս սխալվել ենք։ Սահմանադրության օրենքները քանի կետում եք խախտել, ինչի դուրս չէ գալիս։ Մապսակի ամեն դեպքում սահմանադրությունը վերցրեք, մի հատ էլ աչքի անցկացրեք ընտանիքով, բայց դուք քանի կետ եք խախտել, բա դուք ինչի դուրս չեք գալիս։ Քահանան Գարեգին երկրորդը երեխա ունի։ Ասում է այդ մասին բոլորը գիտեն, ուղղակի մենք ենք բարձրաձայնում։ Բոլորը գիտեն, բա որ գիտեք 7 տարի, առավել եւս 7 տարի մնացիք նույն դասարանում, գոնե այդ գիտեք, այդ բարձրաձայնեիք, գոնե բարձրաձայնելուց հետո հասնեք ձեր ուզածին, տեղափոխվեիք 8-րդ դասարան։ Բա ինչի՞ չէիք բարձրաձայնում, սենց սպասում եք այս առիթին, դե հասկանում եք, որ արդեն ձեր վերջն է։ Իհարկե կամաց մոտենում ենք վերջին, բայց դրական քարոզարշավ է, որ իհարկե բալես, իհարկե նրանք արդեն հիմա շուտով երևի տես մշակույթ, կրթություն, գիտություն, հեսա կանցնեն սպորտին, բոլոր նախարարությունները մի տեղ էլի։ Փառք Աստծո, այսօր սպորտի գլխին կա մի հատ տղամարդ, որց պարոն Ծառուկյանը իր մինուս պլյուսներով, պարոն Ծառուկյան ամեն դեպքում զգուշ կարող է ձեզ մի օր ֆռան։ Երբ որ հասկանան եկեղեցության դուրս չի գալիս, կարող է գան սպորտը, որտեղ այդ մարդը մենակով կարողանում է այդ ասպարեզը պահել։ Հասկացեք, այսօր անհատն անելու։ Բայց սա մեր կառավարությունը ուրիշ բան չի կարող անի, որտեղ իրանք իրենց տեսակով չեն կարող անհատ լինել, էլի խեղճ ժողովրդին են բերում դաշտ, ու ես մեկ անգամ ես զգուշացնում եմ ժողովուրդ չեմ։ Եթե դուք գնացիք այդ քայլին, մեզ սպասում է քաղաքացիական պատերազմ։ Այս խոսքս հիշեք։ Ինչքան եկեղեցիականներ կան, որ 30 արծաթով արդեն ծախվել են մեր ղեկավարությանը։ Ու ես մեկ-մեկ լսում եմ այդ մարդկանց։ Հիմա իմ մոտ եկել է մի շրջան, որ ես ամաչում եմ։ Ուղղակի ամեն օր ամաչում եմ։ Չպատճառաբանեմ, մեղքը չգցեմ ոչ մեկի վրա։ Ուղղակի ապրում ենք մի շրջան, որ մենք ամեն օր ամաչում ենք։ Գիտեք ինչ, 7 տարի առաջ եկան, մի մեր բերդերը պիտի ինչքան մարդ նստացել էին, Քոչարյան, Սերժ, մնացածն, մի հոգու նստացել են, 7 տարի անդադ մենք լսել ենք բլթոցներ, ԵԿՔՊ-ի պղպջակներով հանդերձ, ինչքան պղպջակներ կան, օրը կան, մենք եկել են ազգային ժողով, եկել են, որ օրենքներ ընդունեն, եկել են, որ ազգի մասին մտած, 7 տարի ես լսում եմ այն կողմից նախկինները,
այս կողմից ներկաները գնում են, չգիտեմ, այդ կառավարական շենքում, որտեղ ինքը մեկ նստում է իրան արքայ ազգում, պետք է խոսի օրենքների մասին, պետք է որպես երկրի ղեկավար խնդիրներ տա, որ այս իր մանգլավիկները այդ խնդիրները կարողանան լուծել, ինքը խոսում է միայն իր մասին։ Իմ երկրի ղեկավարը ընտանեկան պոդքասթներ, քանի հաղորդում գնաց կհիշեք, 2, քարը պայթի 3, այդ մարդկանց երևակայությունն ու ասելիքը այդքան էր, չկարողացան ավել գնալ, երկրից ղեկավարն առաջի տիկնոջ հետ, ինչից էին խոսում, մի հատ եկեք հիշենք, իրանք իրանց մասին էին խոսում, նույնիսկ իրանց չկարողացան ազգին ճիշտ ներկայացնեն, ուր մնաց այդ մարդկանց մենք վստահել ենք երկիրը դրսին ներկայացնեն, ինչ ծախսեր արին, ինչ գեղեցիկ պավիլոն էր, ինչ գեղեցիկ էին նստած, ինչ սիրուն, ոնց էին ժպտում ազգի վրա, ոնց էին ծիծաղում, առհամարակ այդ, չգիտեմ, լուրջ արդեն իմ երևակայությունը խոսքերս չի հերիքում, այս մարդկանց ինչ-որ բան ասեմ, այդ իրանց fake օգտատերերը, որոնցով լցել են կպայականները ամբողջ դաշտը, դու տեսել ես այդ մարդկանց նկարները, ոնց որ ժամկետն անցած մետրոյի ժետոնի դեմքով նստած եմ սենց ու շատ խնդալում որ այդ մարդկանց հետևը Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի նկարներն է, իրանց նոր ծնողների նկարներն է, ամոթա ժողովուրդ, մեղքեք, դուք մեղք կրնելով անդետ, դա նույնիսկ մենք ենք մի քիչ մեղք, ժողովուրդ ջան խնդրում եմ, սթափվեք, չկրկնեք երկրորդ անգամ նույն սխալը։ Իմ երկրի ղեկավարը, որտեղ իր քաղաքական ուժը պարտություն կրեց Գյումրիում, երկրից ղեկավարը մտնում է Գյումրի, բայց քանի որ որսը կարևոր բան է։ Մեր էպոսի մեջ Դավոն եկավ գողգող գնաց այդ տարբերակներ, մտավ դուրս եկավ ու չկարողացավ այսօր այդ փոքրիկ մեզ համար շատ թանկ տարածաշրջանը ղեկավարող նոր ղեկավարին մոտենալ նա տղավարի ձեռ տալ ասեն լավ ինչ եղել, նույնը կարող էր օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց Գարեգի երկրորդին տեսնելու։ Հիմա իրանք դրանից էլ նեղվան։ Պարոն Փաշինյան, հիշեք թե ձեր անցած օրերը, ոնց եք Լևոնի ոտքերը լվանում, ջուրը խմում, ոնց եք փառաբանում այդ մարդուն, ձեր ուսուցիչներ, ինչ եք սովորել այդ մարդուց ներողություն։ Ու այսօր ինքը ձեզ դարձավ թշնամի, ուրեմն ինչ եմ հիմա մտածում, ով որ հիմա այսօր Նիկոլի կողքին է, հիշեք, Լևոն Տեր-Պետրոսյանի բառ օրինակը ձեզ վաղը դուք այդ մարդու համար դառնալու եք թշնամի։ Ու նույնիսկ արդեն հայ ժողովուրդն Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի համար թշնամին էր։ Այսօր ոչ թե մեր թշնամին դրսում է, այլ մենք ենք մեր թշնամին։ Այսօր Նիկոլի համար առաջի թշնամին հայ ազգն է։ Ես կարծում եմ արգումենտներ բերել պետք չի, մի խոսքով տենց։ Նա այնուամենայնիվ բարձրացրեց մի հարց, որը եկեղեցու ներսում է տիրում եւ ասում է բոլորս էլ այդ մասին գիտենք, ուղղակի վախենում ենք բարձրաձայնել, առանց փաստերի նշում է, որ Սրբազանը այլ կապերի մեջ է իր հարազատների հետ եւ ասում է բոլորս գիտենք, դուք ինչ կասեք, ինչ տեղեկություն ունեք։ Դուք եք որ տղամարդը պետք է բամբասկոտ լինի։ Ոչ։ Ավելորդ հարստանտ է բարդ։ Ով կարող է դա։ Այն որ ես տարիներ շարունակ գոռում էի որսա պետք է երկրին որս տղեկ, հիմա նա ինչ տղեկ են մեր ազգային ժողովում մեռնեմ այս Ֆրանսիանին։ Ինչեր են խոսում, ինչեր են անում։ Փաշինյանի պամպերսներն են դարձել այդ տղեկը։ Շեֆը մի բան բլթսնի, ոնց են թռնում, դոշ տալիս, ամեն մեկի մեջ մի հատ Հունան Ավետիսյան կա։ Այս սենց գնում են առաջ լուրջ, ես չգիտեմ ինչ ասեմ, աբսուրդ է, որ մարդը կարա առանց արգումենտների, ուղղակի օդում բլթացնի բաներ, որոնց պատասխանը ինքը չի կարող տալ։ Ուղղակի չի կարող տալ, երբ որ իրան հարցադրում են, ինքը գնում է հիստերիայի մեջ։
Եվ կոնկրետ նորմալ հարց են տալիս, ինքը չունի ոչ մի հարցի պատասխան։ Իր միակ պատասխանը բարձր ձայնով շշալն է ու վերջում տեսեք ինչ մթերք, բառամթերք բերեց ազգային ժողով, մեր երկրի ղեկավարը, ինչ բառամթերք, չխոսեմ այդ բառամթերքի մասին։ Ու այսօր իրանք արդարացնում են, որ դոմպեր բառը դա դրատակ բան չէ, դա գործածվող ու մեղադրում են, որ այդ բառը եկել է հեռուստատեսությունից։ Միշտ հեռուստատեսությունից այնքան փիս բան է գալիս, պիտի բերես ազգային ժողով, համբալ, պարկասը նոր սերնդի նոր բառապաշար ենք, բառամթերք ենք ներկայացնում։ Ես ուղղակի մեկ անգամ ևս շատ եմ Ես ուզում եմ նոր սերնդի մեկ անգամ ևս դեպս երներս խնդրում եմ, այս կառավարությունը ձեզ համար օրինակ չդառնա։ Խնդրում եմ դարձեք մտածող ու յուրաքանչյուր այս մարդկանց քայլերը կարողացեք ճիշտ անալիզ անել, որտեղ վաղը միսօր ապագան ձեր ձեռքերում է։ Նույն կերպ ձեզանից որևէ մեկը, երբ որ մտնի ազգային ժողով, հիշեք, որ այդ տեղը շատ թանկ տեղ է, այդ տեղ գտնվելու համար պիտի կիրս լինես գրագետ, ամենակարևորը խոսալ պիտի իմանաս։ Իսկ խոսելու համար ինչա պետք կրթվել։ Խնդրում եմ կրթվեք, որտեղ վաղը դուք եք մեր երկրի տերերը։ Ու նորից եմ գրքում, այս կառավարությունը թող ձեզ համար դառնա ամենավատ օրինակ։ Եթե ուզենաք ձեր երեխեքին վախեցնեք, վաղը միսօր ուղղակի ասեք խելոք, սա Նիկոլ Փաշինյանին կգա։ Մեր ժամանակ մեր շոկ պապին էր, հիմա Նիկոլ Փաշինյան։ Ես կարծում եմ նոր սերնդի համար դա վախենալու գործիք պետք է լինի։ Պարոն Հարությունյան, վերջին շրջանում տարբեր շարժումներ եղան իշխանապողություն անելու համար եւ կարծես թե բոլորն էլ կամաց մարվեցին, վերջինը Կարեն Արարյանի նախաձեռնությամբ շարժումներ, որին դուք եւս մասնակցում եք եւ բազմաթիվ մեր քաղաքացիները միացել էին Կարեն Արարյանին, սակայն նրա կողմից նախաձեռնված շարժումը եւս ապալվեց, եւս մարվեց։ Ինչն է խնդիրը, որ մեր առաջնորդները, որ շարժում են նախաձեռնում, չեն հաջողում։ Չեմ կարող ասել խնդիրը։ Ժողովուրդն հիասթափվում է։ Ժողովուրդը հիասթափվում է ժամանակ, երբ որ ժողովուրդը ոտքի չի ելնում։ Երբ որ ժողովուրդը ոտքի չի ելնում, կասեն այնտեղ կա Սրբազանի առաջնորդի բանը։ Ես հիմա ոչ մեկին չեմ ուզում մեղադրել, խնդիրը իրանց մեջ է։ Բայց գցում ենք ժողովրդի վրա։ Հիմա ես չեմ կարող բացատրել, խի այդպես եղավ։ Ուրեմն ինչ-որ բան, ինչ-որտեղ սխալ էր եղել։ Երևի դա էր պատճառը։ Ով էր սխալվել։ Եթե սխալվել ես, ուրեմն սխալվել ես դու, ասենց ասեմ։ Հիմա եկեք այդ ամեն ինչի մեջ սխալ չփնտրենք։ Ուղղակի չկարողացան կամ չստացվեց։ Եկեք սենց ձևաբար։ Չկարողացան կամ չստացվեց։ Ոչ մեկին չմեղադրելով, ոչ մեկին դատավճիռ չներկայացնելով, ուզեցին չեղավ։ Այդ արդեն իրենց մտածելու խնդիրն է, ինչու համար չեղավ։ Ըստ տեղեկություն ունեք նորից վերսկսվելու է շարժումը։ Ես չգիտեմ, ամեն դեպքում յուրաքանչյուր շարժում ինձ մտածելու առիթ է տալիս, բայց իմ ներսում կա մի մեծ ցանկություն շուտ բրցնենք այս ամեն ինչին, ինչ որ այսօր մենք ունենք։ Ու ես սպասում եմ այդ մի հոգու։ Ու այդ մի հոգուն ես ման եմ գալիս յուրաքանչյուրի մեջ։ Ես կուզենամ այդ մի հոգու ծնունդը շուտ լինի։ Ես կուզենամ այդ մի հոգին կիրթ լինի, այդ մի հոգին նորմալ անցյալ ունենա, այդ մի հոգին սիրի այս երկիրը, այս պետությունը, այդ մի հոգու ուղեղում չելի գամ, վաղը միսօր մի քիչ լավ ապրեմ, ոնց որ հիմա անում են այսօրվա կառավարությունը, մնացած մեր ղեկավարները ու ովքեր եղել են մեր կյանքում։ Սա մեր ազգային ամենամեծ ցավն է, ամենամեծ ճիբանն է, որ այսօր մենք միջև հիմա չենք կարողանում բուժենք։